Մեզ ինչպիսի ղեկավար է պետք, ուժեղ, բարի, հոգատար, որ ժողովրդի հոգսերով ուժեղ կառավարություն։ Մեր երկրում ամենալավ խաղաղ որ պիտի ելնենք, մենք լավ ապրենք, լինի ինքը հայ, Երևանում ապրող հայ եւ ուժեղ, սա Սամվել Կարապետյանն է, Սամվել Կարապետյանից բացի ուրիշ ոչ մեկին ես չեմ տեսնում։ Միանգամից ուզում եք պատասխան տամ, համենայնիվս ոչ Նիկոլ Փաշինյանը։ Հենց Կարապետյանը։ ինչպիսի ղեկավար է իսկ մեզ պետք։ Մեզ ուժեղ ու դիվանագիտ։ Որ ժողովրդի տեր պիտի կայնի, ժողովրդի մասին առաջնակարգ մտածի, ոչ թե իրական բանի մասին։ Իսկ ում եք տեսնում ըստ վարչապետի թեկնածուներից։ Դա հիմա էդի բանա, բայց ոչ Նիկոլին։ Էդի գաղտնիքա, ոչ Նիկոլին։ Ու կարծիքով Ռոբերտ Քոչարյան։ Եվ Որպես փորձառու, որպես պատերազմի ովով անցած մարդ, բազմափորձ մարդ, ես իրան եմ որպես ուժեղ երկրի ղեկավարը արտաքին էլ պետք է մի քիչ գեղեցիկ լինի, դուրս է գնում, ներս է գալիս, հանդիպում է, բոյն էլ, մյուսն էլ, ամեն ինչ էլ համապատասխան է։ Բարի, ուժեղ, թոշակները բարձրացնեն, գումարը բարձրացնեն, որ կարողանանք ապրենք։ Այդ ուժեղ ղեկավարը մենակարարն է Ստալինը, որ իր խիստ օրենքով ժողովրդին հավաքեց, իմի բերեց, կազմակերպեց։ Սամվել Կարապետյանին որոշ, բայց ոչ ես որովհետև պայծառատես եմ իսկ դներեք, բայց Նիկոլի պահով կարող եմ ասեմ հենց առաջի օրվանից, որ ընտրվել է, ես արդեն իմացել եմ ինչ ծրագիրներ ունի, ինչ պլաններ ունի, ես անգիր գիտեմ։ Ուժեղ, հավատալի, սրտացավ։ Աշխատավարձի ավելացում անի, ժողովուրդը ապրեն, չենք ասում ելնենք հարուստների հարուստը մի չակ ապրեն գոնե, սենց ապրիլ չի լինում, ես ապրիլակեպ չի, գործի տեղ տա, իմ տարիչիս ջորա ես քնամ աշխատանք, ունենամ աշխատեմ։ Ես սովետի մարդ եմ, սովետի վախածանված, մեծացած, այն վաղվա կյանքը ուրիշ էր, հիմա ուրիշ է, ես կցանկանայի, որ բարեխիղճ, լավ ղեկավար լինի, ժողովրդի մասին մտածի, մարդկանց աշխատատեղեր լինի, բարձր աշխատավարձ լինի, սա բնակչությունը ամենատեղ մարդկով գնամ հացեն առում, ամոթել է։ Ուժեղ ղեկավար, բարի ղեկավար, ժողովրդի մտածող, ժողովրդի մի հոգսերի մեջ մտածի, ժողովրդի խնդիրներ ունեն։